Ես առաջ կմտածեի, դե անօրենությունը մենակ դրսից է ներգործում, որտեղ մենք տեսնում ենք, թե դրսում ինչ տեղի կունենա։ Աշխարհը գնալով անմաքրության է գնում, չարության է գնում, մեղքը գազազել է, եղբայրները այս մասին շատ են խոսացել։ Բայց հետո մի օր Տիրոջ այցելության ժամանակ միտքս բացվավ տարիներ առաջ, ես տեսա, որ անօրենությունը ներսից է ներգործում։ Սիրելիներս, Տեր Հիսուսը պատահական չսավ աշակերտներին, ներսդ մաքրե, դուրսդ մաքուր կլա, այսինքն ներսից է անօրենությունը ներգործում։ Ու շատերը, որտեղ Տերը, սիրելիներս, մեր կյանքում կուզե տեսնի իր մատների գործը, Տերը իր խոսքը ուղարկել է մեր ներսը բժշկելու համար։ Պես է, չէ՞ գրված, թե իմ խոսքը կուղարկեմ, որպեսզի ներսը մեր բժշկվի։ Եթե սիրես կզիս, Տերը կսե, խոսքը սրդից մեծ պահ է։ Սիրելիներս, հակառակորդն է, իր հարվածը տալիս է մեր սրդին։ Ու փաստորեն անօրենությունը ներսից է գործում։